սիրտս կանգնում է, մեր նախընտրական ծրագիրը գրելուց, բանակ անվտանգություն, սիրտ կամելով էին գրում, որտեղ մեր աչքի առաջ է այդ պրոբլեմները, խոսում են ատեստացիայից, այստեղ կանգնած տարիքով պայմանագրայիններ, որ մարտական հերթապահություն է կարել, անում, քանիստ է ատեստացիան հանձնում, չեմ ասում շտաբի սպան, որ ոչ մարտական հերթապահության է գնում, ոչ բանանում, մինչև ժամը 6-ը շտաբը, շտաբից հետո պարապում է, մարտական հերթապահություն իրականացնող Տավուշից մինչև Մեղրի պայմանագրային զինծառայողների մեծ մասը աշխատավարձի բարձրացում չի տեսել, դրա համար Հայաստան դաշինքն ասում է, ոչ թե ատեստացիայի անհավասար պայմաններով, այլ ուղղակի բազային աշխատավարձը պետք է փոխվի ամբողջ բանակի համար, որ աշխատավարձը ստանա արժանապատիվ, ատեստացիան, մասնագիտական համապատասխանելիության։